այն գիտնականը, որ դարձավ ռազմիկ, որ շատերի համար եղավ այն սերնդի կերպարը, որ գիտակցաբար զոհեց անձնական կարիերան ու անվտանգ կյանքը հանուն հայրենիքի։ Լեոնիդ Ազգալդյան։ Հայոց հետքերով հաղորդաշարի հերթական հաղորդումը նվիրված է ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանին։ Չի կարելի հանձնել ոչ մի կտոր հող, ինչ էլ ասեն կենտրոնական կամ ոչ կենտրոնական, միջազգային կամ ազգային գործիչները։ Սա Հայաստան է եւ վերջ։ Սա Հայաստան է եւ վերջ։ Ոչ ոք չի կարող ասել, որ սա Հայաստան չէ։ Ոչ ոք իրավունք չունի սա վաճառքի դնել, փոխանակման դնել, հանձնման դնել։ Այսպիսի կարծիք ուներ ֆիզիկոս, ռազմական գործիչ, արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ռուբենի Ազգալդյանը։ Ազգալդյանը մասնագիտությամբ ֆիզիկոս էր, Մոսկվայում էր աշխատում, լուրջ գիտական ուղիներ ուներ։ Բայց երբ Արցախում պատերազմը սկսվեց, նա բառացիորեն թողեց ամեն ինչ ու եկավ առաջնագիծ։ Զինվորները պատմում էին, որ նա կարող էր նույն հանգստությամբ բացատրել թե ֆիզիկայի բարդ բանաձև, թե ինչպես ճիշտ դիրք բռնել կրակի տակ։ Շատերի համար դա շոկ էր, տեսնել մի մարդու, ով մտքով գիտնական էր, բայց կամքով մարտիկ։ Բայց դուք կհարցնեք, թե ինչպես ստացվեց, որ փոխվեց կյանքի ուղին ու գնաց ռազմաճակատ։ Հայրենիք ավելի վեր էր ամենից, եւ երբ սկսվեց Արցախյան շարժումը, ձևավորեց կերպարը ոչ միայն որպես հրամանատար, այլ սկզբունքային, մտածող ու մարդակենտրոն անձնավորություն։ Հրամանատար, որ միշտ առաջնագծում էր, հազվադեպ էր հրաման տալիս թիկունքից, սովորաբար կռվում էր իր ջոկատի հետ միասին, ամենավտանգավոր հատվածներում։ 1991 թվականի հունիսին Հովսեփ Հովսեփյանի հետ նա ստեղծել է ազատագրական բանակ ռազմական կազմակերպությունը, որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։ Անկախության բանակի ապառազմականացումից հետո ստեղծված ազատագրական բանակը Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ 8 հսկայածավալ ռազմական գործողությունների արդյունքում 27 շեն ազատագրելով քիչ վիրավորներ եւ 3 զոհ ունեցավ։ 1.5 տարվա հաղթանակած մարտերից հետո 6 զոհ։ Հիշողությունները ու պատմությունները Լեոնիդ Ազգալդյանի մասին շատ են, որոնք փոխանցվել են նրա զինակիցների ու ժամանակակիցների կողմից։ Զինակիցները հիշում են, որ Ազգալդյանը երբեք չէր խոսում կորուստների թույլատրելի քանակի մասին։ Ասում էր, եթե մեկ զինվորի կյանքը փրկելու հնարավորություն կա, պարտավոր ես դա անել։ Իսկ դուք կհարցնեք, թե ինչպիսին է եղել գիտնականի մտածողությունը պատերազմում։ Պատմում են, որ մարտից առաջ կարող էր երկար լուր կանգնել, նայել քարտեզին, ռելիեֆին, հաշվել ժամանակն ու հեռավորությունը, ինչպես լաբորատորիայում փորձանելիս։ Զինվորները կատակով ասում էին, Լեոնիդը նախ հաշվարկում է, հետո կռվում եւ այդ հաշվարկները հաճախ փրկում էին կյանքեր։ Ինչպիսին էր Ազգալդյանը։ Խիստ, բայց արդար։ Կարող էր շատ խիստ նկատողություն անել անփութության համար, բայց նույն մարդը գիշերը անձամբ էր շրջում դիրքերով, ստուգելով բոլորը տակ հագնված են, ուտելիք ունեն, թե ոչ։ Զինվորներից մեկը հետագայում ասել է. նա կարող էր քեզ խիստ խրատել, բայց միևնույն ժամանակ զգում էիր, նա քո թիկունքն է։ Չնայած իր հեղինակությանը չէր սիրում բարձրագոչ խոսքեր, ճառեր եւ հաճախ էր ասում. մեր գործը կռվելն է, ոչ թե խոսելը։ Նրա համար շատ կարևոր էր մարդկային վերաբերմունքը պատերազմի մեջ։ Կա պատմություն, որ նա խստորեն արգելել է գերի վերցրած հակառակորդ զինվորների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքը։ Ասել է, մենք կռվում ենք, որ մարդ մնանք, ոչ թե մարդ չլինենք։ Դա շատ ուժեղ սկզբունք էր այն ժամանակների համար ու շատերի մտածողության վրա է ազդել։
Մարտերից մեկի ժամանակ զինվոր խորենը կրակելու կարողությունը փորձելու համար նշան բռնեց հանդարտ առաջացող մի կրիայի ու կրակեց։ Կրիայի զրահապատնեշը ցակ ու ցրիվ եղավ։ Հրամանատարն այդ մասին իմացավ։ Խորենին մոտ կանչեց։ Մարտիկները պահել էին շունչը, գիտեին, որ պատժվելու է, բայց չգիտեին ինչ պատիժ է սպասվում։ Բարեկիրթ հրամանատարը չէր հայհոյի, նրա ամեն ծանր խոսքը ոչխարապահն էր։ Հովիվ չէր ասի, քանզի հովիվը նրա համար հարգանքի արժանի պաշտոն էր։ Դու քանի տարի ես ապրելու, հանգիստ հարցրեց հրամանատարը։ Դե երևի մի 60-70, կարկամեց տղան։ Իսկ գիտես կրյան քանի տարի է ապրում։ Մի 200-300 տարի։ 3 դար, 300 տարի նա այս բնության մի մասը դարձած խաղաղ ու անվնաս վկան է դառնում անցած դարերի։ Իսկ դու նրան զրկեցիր կյանքից։ Գնա, մենք այստեղ եկել ենք ոչ թե սպանելու, այլ հաղթելու եւ ապրելու համար։ Չէր սիրում, երբ իրեն հերոս էին անվանում։ Ասում էր, ես իմ տեղում եմ, ուրիշները իրենց։ Այդ համեստությունն էլ հենց ավելի էր մեծացնում նրա կերպարը։ Իր մահվան մասին խոսեց առանց ողբերգականության։ Շատ հետաքրքիր է, որ նա երբեք ռոմանտիկ չէր խոսում զոհվելու մասին։ Չէր ասում մահը փառք է։ Ասում էր պետք է այնպես ապրես ու կռվես, որ եթե չվերադառնաս, քո գործը մնա։ Եվ իր դեպքում դա հենց այդպես էլ եղավ։ Լեոնիդ Ազգալդյանը 1992 թվականի հունիսի 21-ին Մարտակերտի շրջանում Տոնաշեն գյուղի մոտ զոհվել է թշնամու դավադիր կրակոցներից։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով։ Չհավատակ, եթե ասեն, որ մահացել եմ։ Ես կմեռնեմ Ստամբուլի պատերի տակ։ Լեոնիդ Ազգալդյանի խոսքերն էին։ Մի հավատացեք, եթե գան ձեզ ասեմ, որ ես զոհվել եմ։ Ես Իստանբուլի պարիսպների տակ եմ ընկնելու։ Իստանբուլը, շեշտելով ասում էր նա, երբ իր զոհվելու մասին հերթական լուրերն էին պտտվում, իսկ Իստանբուլի պարիսպներին հասնելու համար նրան աթոռ պետք չէր։ Նա ստեղծել էր կայուն, հոգով ու մարմնով ուժեղ ու կուռ փոքրաթիվ մի բանակ, որով կհասցներ իր երազանքի իրականացմանը։ Եթե դավադիր կրակոցները չփակեին նրա հողեղեն մարմնի ճանապարհը։ Հիմա նրա հոգին ծովից ծով Հայաստանի քարտեզն առած, որպես ազգը հաղթանակների առաջնորդող ինքնայրումով բարեխոսում է ամենակալին իր ամենակարող զորությամբ տանել հայի դատը, որը կռվում է ոչ թե սպանելու, այլ արժանապատվորեն ապրելու համար։ Սիրելի հետևորդներ, բաժանորդագրվեք մեր Facebook-յան եւ YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հաղորդումները։